Գիտես, ես ուզում եմ այսօր մի ուղերձ սկսեմ, մի խոսք սկսեմ, որը մենք մի քանի կիրակի կշարունակենք, բացառությունների իհարկե, երբ որ հյուրեր կունենանք, ինչ որ բաներ միջոցառումներ կլինի, բայց մի քանի կիրակի ես ուզում եմ մենք մի ճանապարհ իրար հետ անցնենք։ Ես խոսելու եմ հրաշքների մասին։ Հրաշքների Աստծո հրաշագործության մասին։ Ու վերնագիրը իհարկե արդեն տեսար, հրաշքները շարունակվում են, հրաշքները չեն կանգնել, հրաշքները չեն վերջացել, Աստված նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Եվ Աստված հրաշք է արել երեկ, Աստված հրաշք է անում այսօր եւ դեռ Աստված հրաշքներ անելու է։ Ու գիտես, ես անցած անգամվանից սկսեցի իհարկե մի բան, որ տեսնում եմ շատ սատանան շատ նպատակաուղղված, շատ ջանասիրաբար աշխատում է, որ Աստծո ժողովրդին գերբնական դաշտից տեղափոխի բնական դաշտ։ Գերբնական կյանքից տեղափոխի բնական կյանք, սովորական, տրամաբանական կյանքի մեջ, բայց մենք կանչված չենք դրա մեջ լինելու, մենք կանչված ենք գերբնականի մեջ լինելու, մենք կանչված ենք արտասովորի մեջ լինելու։ Գիտես, երբ որ ես լսում եմ պարզ կասեմ, ուղիղ կասեմ, անկեղծ կասեմ, երբ որ ես լսում եմ ինչ-որ մի սենց պարտված, թուլացնող, տկարացնող ավետարան, ես իմ ներսում չեմ ընդունում դա։ Ես իմ ներսում հակառակվում եմ, ես հաճախ իմ ներսում անգամ ասում, ես ուրիշ ավետարան եմ կարդում, իմ ավետարանը սա չի սովորացնում։ Գիտես իմ ու քո ավետարանը, որ ձեռքներիս մեջ ունենք մեր գրքերը, մեր հեռախոսների մեջ աստվածաշնչերը, որ ունենք, մենք տեսնում ենք, որ մենք հավատացել ենք արտասովոր, գերբնական, զարմանալի, գերզորություն ունեցող Աստծո ենք հավատացել։ Անսահման սիրով լցված Աստծո ենք հավատացել։ Նրա համար չկա անհնարին բաներ, նրա համար չկա, գիտես, անելանելի իրավիճակներ, բայց տեսնում ես շատ հաճախ քրիստոնյաներս, մենք Աստծո ժողովուրդս, ինչ որ հարցերի շուրջ տկարանում ենք, ինչ որ հիվանդություններ, ինչ որ խնդիրներ, անգամ մեղքեր, ֆինանսական հարցեր, որը փորձում են տկարացնեն ու խեղճացնեն քրիստոնյային։ Գիտես, այսօր ուզում եմ իմ ու քո ներսում մի հատ պատկեր դնեմ, որ մենք միշտ ավետարանի հետ կապված, Աստծո հետ քայլելու հետ կապված ունենանք այդ պատկերը։ Գիտես, եթե ես այստեղ բերեմ մեր երեխեքից մեկին, փոքր երեխեքից մեկին ու ասեմ, գիտես, իմ ու քո նպատակն է Իրան հաղթելը։ Գիտես, դուք ասես, դե, հա, հիմա լավ, ես ուժեղ եմ, ես կհաղթեմ։ Եթե ես բերեմ մի քիչ ավելի ուժեղ մեկին, որը շատ քիչ է քեզ պետք, հա, ինչ որ sense քիչ ջանք թափել, քիչ բան անել, դուք ասես, դե լավ, ոչինչ, մի քիչ էլ կտանջվեմ, կհաղթեմ։ Բայց երբ որ ես քո դիմացը բերեմ, կանգնացնեմ աշխարհի ամենա չգիտեմ, բոքսեր կլինի, բարեց կլինի, ով կլինի, այդ չեմպիոնին բերեմ դնեմ ու ասեմ, այ իրան պիտի հաղթես։ Գիտես, քո տեսիլքը, քո ձգտումը, քո ոնց որ sense մեջիդ պատկերը լրիվ կփոխվի։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ, սելի շատ հաճախ քրիստոնյան իր ներսը այնքան փոքր տեսիլք է դնում, այնքան փոքր նպատակներ է դնում, այնքան փոքր ծրագրեր է դնում, դե հա լավ էսա ոչինչ էսանով, բայց ուզում եմ ասեմ քեզի մեր Աստված, գերբնական Աստված, զորավոր Աստված, զարմանալի Աստված է, քո դեմ մեծ տեսիլքներ դիր ու դա կհաղթվի։ Քո դեմ մեծ ծրագրեր դիր ու Աստված կզորացնի ու կհաղթանակի, քեզ կտանի դրա մեջ։ Գիտես, ես քեզ ասեմ մի շատ լավ խոսք, եթե մոտդ գրում ես անպայման գրի, այն ինչը որ քո ուժերի սահմաններում է, այն ինչը որ դու մարդկային քո կարողությունով կարաս անես, դա հավատք չի։ Հավատքը նա է, որ քո ուժերից վեր է։ Հավատքը նա է, որտեղ դու էլ չես կարում, Աստված է միջամտում։ Հա, իհարկե ես խոսել եմ հրաշքից ու շատ կարևոր մի բան, որ ուզում եմ ասեմ, Աստված ծույլիկի կյանքում հրաշք չի անում։ Հա, էսի նախորոք, Աստված ծույլիկի կյանքում հրաշք չի անում, Աստված անգյալի, պարապի կյանքում հրաշք չի անում։ Նստեմ թախտին, սպասեմ բախտին, տենամ Աստված որտե երբ մի հատ մի չամադան փող կգցի։ Չէ, Աստվածը տենց չի անում։ Անկամ մեր պատանիները, երիտասարդները քննությունների համար, երբ որ գալիս են աղոթելու, քննության եմ հով ջան կաղոթես, ասում իհարկե կաղոթեմ, բայց դու պարապել ես։ Բայց դու պարապել ես, որտեվ նես չի, նստենք թե հա հիմա կգնամ հովը կաղոթի ու սենց առանց իմ աղոթը, առանց պարապելու ծույլիկ կգնամ 5-ը կստանամ։ Չէ, Աստված ծույլիկին հրաշք չի անում, Աստված անգյալին հրաշք չի անում, բայց երբ որ մենք մեր ուժերը ներ ենք դնում, Աստված իր գերբնականը բերում է դրա վրա։
Հա, Աստված իր արտասովորը բերում է դրա վրա։ Դրա համար սիրելիս, մենք պետք է ունենանք մեծ տեսիլք, մեծ նպատակներ։ Մի նայի քո ուժերի կարողությանը։ Դու քո ուժերով արա ինչքան կարաս, բայց իմացի, որ Աստված ավելի մեծ է։ Իմացի, որ Աստված գերբնական է։ Սիրելիս, եթե մեր ուժերին նայենք, մենք շատ փոքր բաներ կանենք։ Բայց մենք պետք է քայլենք գերբնականի մեջ, որտեղ Աստված ունենք, որտեղ Հայր ունենք, որը մեզ տանում է արտասովորի ու գերբնականի մեջ։ Գիտես, ես քեզ կուզենամ ասեմ մի հրաշալի միտք, որը Աստծո ծառաներից մեկը Պիտեր Դենիելսը, որ իր խոսքերից մեկում ինքը աշխարհի միլիարդատերների ցանկին է պատկանում, ինքը մի հետաքրքիր ուսումնասիրություն արեց, ասեց ինձ պատիվ ա եղել շատ ու շատ մեծահարուստների ֆինանսի բնագավառում մարդիկ, ովքեր կայսրություններ են կառուցել, ասեց պատիվ ա եղել իրանց մահվան մահիճի կողքը լինեմ, երբ որ իրանց վերջին շունչը պետքա տան, իրանց կողքն եմ եղել։ Ու ասում եմ, ես համարյա բոլորին մի հարց եմ տվել, կա մի բան, որի համար փոշմանել ես, կա մի բան, որի համար զղջացել ես, ասում եմ, համարյա բոլորը մի բան են ասել, փոշմանում եմ, որ ավելի փոքր եմ երազել։ Փոշմանում եմ, որ փոքր եմ երազել, փոշմանում եմ, որ ավելի մեծ չեմ երազել, փոշմանում եմ, որ ավելի մեծ ծրագրեր չեմ դրել, որովհետև դրան էլ կհասնեի։ Գրես այսօր ուզում եմ քեզ ասեմ, դիր մեծ երազանքներ, դիր մեծ ծրագրեր, դիր մեծ նպատակներ ու Աստծո հետ դու դրան պիտի հասնես, Հիսուսյանով ասա ամեն։ Փառք մեր ամենակարող Տիրոջը։ Գրես ես խոսել եմ հրաշքների մասին, մի քանի կիրակի խոսել եմ հրաշքների մասին։ Ու մի բան որ կասեմ, գիտես, մեր մտածելակերպը պետքա լինի հրաշքին համապատասխան։ Քանի դեռ մեր մտածելակերպը հրաշքին համապատասխան չի, մենք հրաշք չենք ունենա, սիրելիս, որքան էլ մեր Աստված հրաշագործ է, որքան էլ մեր Աստված գերբնական է։ Գիտես, ես ասել եմ ու էլի կասեմ, այո, մեր Աստված բժիշկն է, ինքն ասել է, ես եմ քո բժիշկը, բայց արի ու տեսնում ենք, որ Աստված բժիշկն է, բայց լինում են մարդիկ, որ չեն բժշկվում։ Աստված ասում է իմն է արծաթը, իմն է ոսկին, իմն է ամբողջ հարստությունը, բայց արի ու տեսնում են քրիստոնյաներ, քույրեր, եղբայրներ, որ ֆինանսական հարցերում տկարացած են։ Խնդիրներ, պարտքեր, ու ասում ես, բալասիկ, իմ հայրը, քո հայրը, այդ Էլ Շադայն է, առատությունն է, բախի այդ վիճակը։ Ես չեմ ասում բոլորս կանչված ենք միլիարդատերներ լինելու, դա կոչում է Տիրոջից, բայց բոլորս կանչված ենք ֆինանսական ազատության մեջ քայլելու։ Բոլորս կանչված ենք ֆինանսական ազատության մեջ քայլելու։ Բոլորս կանչված ենք առողջության մեջ քայլելու։ Աստվածաշունչն ասում է, եւ Տեր Հիսուս Քրիստոսը նրանց բոլորին բժշկեց։ Գիտես, այդ քաղաքում մոտարապես 5000, 8000, 10000 անգամ հացի բազմացումը այսօր կարդալու ենք, մենք տեսնում ենք, ասում է 5000 միայն տղամարդկանց։ Քաղաքներ էին, մեծ քաղաքներ էին ու գալիս էին Հիսուսի մոտ ժողովուրդները ամբողջներով եւ գրված է եւ նա նրանց բոլորին բժշկեց։ Ես այդ 5000-ի մեջ, այդ 8000-ի մեջ, 10000-ի մեջ մեկը չկար, որ Աստված ասել, չէ, ես չեմ ուզում իրան բժշկեմ, փաստորեն չկար։ Աստված կամենում է, որ բոլորը լինեն բժշկված։ Մենք պետք է ունենանք հրաշքի մտածելակերպ։ Ու գիտես, մտորումների մեջ, այս աղոթքների մեջ, որ նայում եմ, ես տեսնում եմ ուղղակի հիմա ասենց ոնց որ խաղում եմ հոգևոր աղոթքի մեջ վերցնում, Տեր ինչն է խանգարում մեր հրաշքներին։ Ինչը կարա կանգնացնի մեր հրաշքները։ Ես ասեմ, մենք խոսելու ենք տրամաբանության մասին։ Մենք խոսելու ենք անհավատության մասին, մենք խոսելու ենք կասկածների մասին, խոսելու ենք վախերի մասին, խոսելու ենք փոքր քայլեր անելու մասին։ Մեծ բաներ, գիտես, չենք մտնում, որ փոքր ենք մտածում, փոքր ենք անում։ Գիտես, ինչքան նայում եմ տրամաբանության մասին մտածում եմ, այնքան է խանգարում մեր տրամաբանությունը։ Սիրելիս, հրաշք ունենալու համար տրամաբանություն պետք չի։ Ես չեմ ասում քրիստոնյան տրամաբանություն չպետք է ունենա, չէ, սիրելիս, մենք մասնագետներ ենք, գիտնականներ ենք, բժիշկներ ենք, ուսուցիչներ ենք, ծնողներ ենք, աշխատողներ ենք, այդտեղ լիքը տրամաբանություն պետք է, գիտություն պետք է, գիր ու գրականություն, լավ դիպլոմներ պետք է, ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ հրաշքի համար, տրամաբանությունը խանգարելու է։ Հրաշքի համար տրամաբանությունը խանգարելու է։ Գիտես, հրաշքի մեջ ֆիզիկայի օրենքները հետ են նահանջում։ Հրաշքի մեջ քիմիայի օրենքները հետ են նահանջում։ Հրաշքի մեջ բժշկությունը լռում է։ Հրաշքի համար, սիրելիս, մեր տրամաբանությունը խանգարելու է, բա ոնց կլինի, բա երբ կլինի, բա այդ ոնց է լինելու։ Գիտես, այդեն ժամանակ լավ կլինի հրեշտակը գա, ասի մատ մի երկու ամիս բերանդ փակի, որ կարանամ հրաշք անեմ։ Թե չէ մեր անհավատությունով այդ հրաշքը կանգնացնում ենք։
Գիտես, շատ հաճախ խորհուրդ եմ տալիս անգամ մարդիկ, երբ որ տկարության, դժվարության ինչ որ հարցակումների միջով են անցնում, ասում լսի, ասում հասկանում եմ շատ դժվար է, գոնե մի բան խնդրում եմ, բերանդ վատ բան չբացես ասես։ Լավը չես կարող ասես, լավը չես կարող դավանես, գոնե վատը չասես հանգարց։ Այդ ճնշման ժամանակ գոնե վատը չասես, հիշում եք Հոբի կնոջը, Աստուն հայհոյի մերի պրծի։ Անգամ այդ նեղության ժամանակ էլ էդի չարեց։ Դեմար ես շատ հաճախ այդ նեղության ժամանակ մարդուն ասում լսի իհարկե ճշմարտությունը նա է, որ դու հիմա կանգնես, հիմա դավանես, հիմա հրճակես, բայց հասկանում եմ կոտրված ես, ընկճված ես, հիասթափված ես, բայց գոնե շուրթերդ վատ բան մի հան։ Հալելույա սիրելիս։ Ուզում եմ Աստվածաշնչյան մի հատված քեզ համար կարդամ։ Մարկոս ավետարան 6:47 խոսքից։ Եվ երբ որ իրիկուն եղավ, նավը ծովի մեջտեղներ եւ ինքը մենակ ցամաքում։ Եվ տեսավ նրանց, որ նավելիս ալեկոծվում են, որովհետև քամին ներհակեր նրանց։ Եվ գիշերվա 4-րդ պահին ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ եւ ուզում էր նրանցից անցնել։ Այստեղ ամեն անգամ կարդալուց այնքան եմ, չգիտեմ, դուրս ընենց է գալիս, ասում Տերն էլ հումորով, չգիտեմ, տղեկ աշակերտները իրար հետ 3 տարի քայլում են, ծովի մեջ նավը ալեկոծվում է, քամիներ, փոթորիկներ, ասում է եկել էր կողքերով ուզում էր անցներ։ Ես այնքան է դուրս գալիս էստեղը։ Նրանք էլ երբ որ տեսան ծովի վրա գնալիս կարծեցին, թե աչքի երևույթ բան լինի եւ աղաղակ բարձրացրեցին։ Գրես մեկ ուրիշ խոսքերով ասած, իրանց մշակույթի մեջ այսպիսի բան կա, որ ծովում գիշերը ձկնորսները, որ ձկնորսություն են անում, երբ որ մի բան տեսնում են, ուրվական տեսնում են, այդ նշանակում է իրանց կործանումն է։ Իրանց կործանումն է։ Ու հիմա պատկերացնում ես 12 հոգի գիշերով, հա, մեկը տեսնում են ծովի վրով, մեկը գնում է, պատկերացնում են, մտածում են, թե ուրվական է, ու իրանց աղաղակ այդ վախի աղաղակը ուրվական ենք տեսել, վերջ, բոլորս մահացանք։ Ու ասում են նրանք էլ երբ որ տեսան ծովի վրա գնալիս կարծեցին, թե աչքի երևույթ բան լինի եւ աղաղակ բարձրացրին, որովհետեւ ամենքը նրան տեսան եւ շփոթվեցան եւ շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Իր անձը բացեց։ Ես եմ, տղեկ, չվախենակ, բայց հետո շարունակում է շատ հրաշալի եւ վեր ելավ նավը նրանց մոտ եւ քամին դադարեց եւ իրանց մեջ խիստ չափազանց ապշել էին եւ զարմանում էին։ Հիմա տեղ այստեղ այսօրվա մեր քարոզի բանալի խոսքն է, որովհետեւ այն հացի վրա էլ չիմացան, որովհետեւ նրանց սիրտը թմրած էր։ Որովհետեւ նրանց սիրտը թմրած էր։ Սելիս իմ աղոթքն է եղել ու հիմա էլ իրականում փափագում եմ, որ այսօր Սուրբ Հոգու զորությունը մեզ թմրած սրտից հանի։ Մեզ թմրած սրտից հանի։ Գիտես ասեմ, հրաշքի թշնամիներից մեկը դա թմրած սիրտն է։ Հրաշքի թշնամիներից մեկը դա թմրած սիրտն է։ Գիտես բացահայտ տեսնում են հրաշքը, բացահայտ տեսնում են գերբնական աստվածային դրսևորումը, Տերը ջրի վրով գալիս է, բայց ասում եմ նրանց սիրտը թմրած էր։ Արի շարունակենք սիրելիս, այսօր իրար հետ շատ լավ ճանապարհ ենք անցնելու։ Դու թույլ ես տալի, որ Տերը քեզի տոկի տա, լավ իմաստով, էլեկտրաշոկ, տոկ չէ, հոսանք չէ, չի հարվածելու, չի սպանելու, էլեկտրաշոկ է տալու, արթնացնելու է հոգևոր, զորացնելու է հոգևոր, թարմացնելու է հոգևոր։ Հալելույա սիրելիս, արի մյուս տեղը կարդանք իրար հետ։ Մարկոս ավետարան 8:14 խոսք։ Եվ մոռացան հաց վերառնել եւ մեկ հացից ավելի չունեին իրանց հետ նավի մեջ։ Եվ նրանց պատվիրում էր եւ ասում. զգուշ կացեք փարիսեցիների խմորից եւ հերովդեսյանների խմորից։ Եվ իրար հետ միտք էին անում եւ ասում, որովհետեւ հաց չունենք։ Աշակերտները դե լավ չէին ճանաչում Տեր Հիսուսին։ Դեռ չէին հասկանում Հիսուսի հայտնությունները, Հիսուսի փոխաբերական խոսքերը։ Հիսուսը չէր խոսում հացի խմորի մասին։ Հացի խմորը այստեղ Հիսուսի ասածը վարդապետության, ուսմունքների, դոկտրինաների, սկզբունքների, սովորությունների, ուրիշ բաների մասին էր խոսում, բայց աշակերտները չիմանալով մտածեցին, թե սովորական հացի մասին է խոսում։ Ասում է, եւ նրանց պատվիրում էր եւ ասում զգուշ կացեք փարիսեցիների խմորից եւ հերովդեսյանների խմորից եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, որովհետեւ հաց չունենք։ Եվ Հիսուսը իմանալով, որ սխալ ուղղության վրա են մտածում, սխալ բան են, սխալ տեղ են գնացել արդեն, եւ Հիսուսն իմանալով ասեց նրանց. ինչու եք միտք անում, թե հաց չունենք։ Ինչու եք միտք անում, թե հաց չունենք։
Գիտեք, մի փոքր էլ, երբ որ հետ գնանք, շատ հաճախ մեր նեղ վիճակին կարող է մեզ բռնացնենք այս մտքի մեջ։ Աշակերտները Հիսուսի հետ քայլել են։ Հիսուսին արդեն որոշակի առումով ճանաչում են։ Արդեն հրաշքներ են տեսել։ Բայց հենց ասում է, հաց մի վերցեք, լավ, ասենք թե անգամ հացին նկատի ուներ։ Ասենք թե լավ, նկատի չուներ վարդապետությանը, նկատի չուներ հայտնություններին, փարիսեցիների, նկատի ուներ հենց ֆիզիկական հացին։ Դա այդ աշխարհի վերջն էր, այդ մի օրն էլ հաց մի կերեք։ Խոսալու թեմա էր, թե իրար հետ խոսան, վարդապետ մեզ ասում է հաց մի վերցեք, բայց մենք էլ հաց չենք վերցրել։ Հիսուսը իրանց վատն էր ուզում։ Կակրաս հաց չեն վերցնել, ասում է այդ ասոված մնացեք։ Գիտես Հիսուսը իրանց վատը չէր ուզում։ Հիսուսն եկել էր իրանց համար խաչվելու, բայց չէին ճանաչում իրանց Տիրոջը։ Ու գիտես, շատ հաճախ կարող է մենք մեզ բռնացնենք հենց այն մեր նեղ վիճակին, դες Աստված ջան, բա ուր ես։ Բայց չես տենում վիճակս, քո համար հեչ։ Գիտես, այս մտքերը գալիս է, ին վրա էլ է գալիս։ Բայց պետք է այսի հաղթահարենք ու հասկանանք, դες դա սատանան է, որ գալի ու կաթացնում է, ոնց Եվայի ականջին կաթացրեց, չէ, չեք մահանա, պարզապես իրա նման կլինեք, ինքը չի ուզում, որ իրա նման լինեք։ Գրես այդ նույն կեղտոտ գործ այսօր անում է, հանկարծ մինչ որ նեղ իրավիճակում հայտնում, բա Աստված ուր է։ Այսօր սիրելիս ես քեզ կասեմ մեծատարերով, շեղատարերով մոտդ գրի, շատ հաճախ, ոչ թե մենք պետք է Աստծուն սպասենք, այլ Աստված է մեզ սպասում։ Խնդրում եմ կողքինիդ ասա, Աստված քեզ է սպասում։ Աստված քեզ է սպասում։ Գրես մենք մտածում ենք, Աստված ջան, բա երբ ես այս հրաշքը անելու։ Աստված էլ նայում է մեզ, ասում է, բա երբ ես հավատալու։ Բա երբ ես թույլ տալու, որ հրաշք անեմ, բա երբ չես խանգարելու, որ հրաշք անեմ։ Գրես ես պատմել եմ, մի անգամ տարիներ առաջ էր, տրանսպորտով գնում էի Երևանում, տնային խմբակ էի գնում, դեռ եթե չեմ սխալում, անգամ ամուսնացած էլ չէի, բայց կարիքի մեջ հրաշքի համար կանգնած էի, աղոթում էի, ու ներսումս լսում եմ մի հատ արտահայտություն, 4-րդը խանգարում է։ Ասում դեռ 4-րդն ով է, որ դու ես։ Ասում դեր ինչով եմ խանգարում։ Ասում հայրը, որդին, Սուրբ Հոգին։ Մի խելքի են, մի զորության, հրաշք անող, դու ես 4-րդն ընկել ես մեջներ ու խանգարում ես, որ հրաշք լինի քո կյանքում։ Դուրս արի հրաշք անենք։ Դուրս արի հրաշք անենք։ Գիտես, ես հասկացա, որ իմ մտածելակերպը, իմ միտքը բա ոնց անել, բա երբ անելու, էդի ոնց կլինի, էդի բա չի կարա լինի, ես դրանով խանգարում եմ Աստծո հրաշքին։ 4-րդը ես էի, 4-րդը խանգարում էի։ Գրես շատ հաճախ Աստված է սպասում։ Աստված է սպասում, թե երբ ենք մենք հավատալու, Աստված է սպասում, երբ ենք մենք քայլ անելու հրաշքի մեջ։ Եվ իրար այդ միտք էին անում եւ ասում, որովհետեւ հաց չունենք։ Եվ Հիսուսը իմանալով ասեց. «Ինչ եք միտք անում, թե հաց չունենք։ Տակավին չեք իմանում եւ չեք հիշում, տակավին թմրած է ձեր սիրտը»։ Տեսեք, նորից թմրած սրտի համար։ Ասեմ տարբեր թարգմանությունների մեջ թմրած սիրտ, կարծրացած սիրտ, դառնացած սիրտ, նույն բանն է։ Տակավին թմրած է ձեր սիրտը, չեք հիշում։ Ու ուզում եմ մենք իրար հետ այսօր հետաքրքիր գործ ենք անելու։ Աչք ունեք եւ չեք տեսնում։ Ականջ ունեք եւ չեք լսում եւ չեք հիշում։ Երբ այն 5 հացը, այն 5000-ի համար կտրեցի, քանի կողով լիքը վեր առակ նրա կտորները եւ նրան ասեցին 12։ Սերիս ուզում եմ հիմա ես ու դու մի հատ հետաքրքիր գործ անենք։ Խնդրում եմ հիշի մի հատ հրաշք։ Քո կյանքում, ոչ թե Աստվածաշնչում, այլ քո կյանքում։ Հրաշք, ոչ թե գիտես սենց բնական, դե սովորական, սենց հա կարար լիներ, չէ, հրաշք, որը գերբնական էր։ Հիշի, սիրելիս, խնդրում եմ։ Հիշի, մտքումդ բեր հիմա հրաշք, որտեղ իրականում Աստված դու տեսել ես աստվածային արտասովոր միջամտությունը։ Հիշեցիր, այդ հրաշքը պահի սրտումդ։ Ես այս մատս քո համար պահելու եմ։ Եվ Հիսուսը իմանալով ասեց նրանց. «Ինչ եք միտք անում,
Հաց չունենք, էսի անցանք։ Աչք ունի եւ չեք տեսնում եւ ականջ ունի եւ չեք լսում։ Երբ որ այն 5 հաց այն 5000-ի համար կտրեցի, քանի կողով լիքը առակ, նրա կտորները եւ նրան ասացին 12։ Հիմա տես երկրորդը, եւ երբ որ 7 հացը 4000-ի համար, քանի զամբյուղ լիքը վեր առակ, նրա կտորները եւ նրանք ասեցին 7-ը։ Սիրելիս, խնդրում եմ, հիմա հիշի երկրորդ հրաշքը քո կյանքում։ Ունես երկրորդ հրաշք, կա երկրորդ հրաշքը։ Նորից գերբնական, երկու հրաշք, դա ֆինանսական կլինի, դա առողջական կլինի, դա ընտանեկան կլինի, դա ծառայողական կլինի, դա ինչ-որ մեկի փրկությունը կլինի, որը գերբնական հրաշք է, աղոթքի պատասխան կլինի, որ Աստված քեզ լսել է, դու Աստծո ձայնը լսել ես, դա գերբնական հրաշք է, դա երկնքի այցելությունն է քեզ, հիշեցիր սիրելիս, երկու հրաշք, Հիսուսն ինչ անում, ասում է, ձեր սիրտը թմրած է եւ չեք հիշում, գիտես սատանայի նպատակը որն է, Աստծո հրաշքները մոռանանք, Աստծո գերբնականը մեր կյանքում, մոռանանք ինչ կարա անի, այն ժամանակ, գիտես ես հիշում եմ աղոթքներ, հիշում եմ դեպքեր, որ Աստծուն ասել եմ Տեր իմ Աստված, այս մի աղոթքը, որ պատասխանվի, այս որ հրաշք լինի, ես խոսք եմ տալիս, հավիտյան, էլ չեմ ասի, էլ չեմ միտք, տեղ չեմ տա մտքին, թե դու կաս, չկաս, անում ես, չես ամ, այս մի հրաշքը, որ լինի, իմ համար վսյո, հավիտյան հերիքա, գիրես այդ հրաշքը եղավ, անցավ մի քիչ ժամանակ, նորից խնդրի առաջ կանգնած էի, ու նորից այդ նույն կեղտոտ, պիղծ դևերը սկսեցին հարցակվել, որ Աստված, բխի իրար չի անում, բխի եսի չի լինում, ու գիտես մեկ էլ բռնացրեցի, ասի ստոպ, մի րոպե ես մի քանի ամիս առաջ մի հատ բան էի աղոթել, եթե սա լինի, էլ չեմ ասելու չկաս, էլ չեմ ասելու չի լինի, ամեն բան հնարավոր է հավատացողին, հալելույա մեր Տիրոջը, սելիս երկու հրաշք, Հիսուսը աշակերտներին հիշացնում է, ասում են երկու ձուկը հիշում եք քանի հոգու, 5000-ի գերբնական, արտասովոր, ասում են երեքը հիշում եք քանի հոգու, 4000-ի գերբնական, հիմա սրելիս, երորդը գիտես որ նա, երորդը քո են հրաշքն է, որ հիմա կարիքը ունես, երորդը են հրաշքն է, որ հիմա դրա կարիքը ունես, հիմա սրտումը դիր այդ հրաշքը, որի կարիքը ունես, որը հենց հիմա, գրես միգուցև արցունքներով ես աղոթում, միգուցև հիմա փափագում ես, միսո Տեր այնքան ունեմ սրա կարիքը, այնքան ունեմ սրա կարիքը, Տերն ասում մոռացել ես ինչ եմ արել, այս երկու հատ անողը ես եմ, էսի արել եմ, ես էլ եմ անելու, ես եմ արել, հա սրելիս, Տերն ասում ես եմ արել, ես եմ արել, ես էլ եմ անելու, չխանգարես, տրամաբանությանը տեղ չտաս, թույլ չտաս, որ տրամաբանությունդ խանգարի, բաց թող կանչի Աստծուն աս Աստվածան, այս երկու հատը հիշում եմ, այս գերբնականը հիշում եմ, այս արտասովորը զարմանալին հիշում եմ, որ իրականում երկիր խառնեցիր, բայց այս հրաշքներն եղավ, այս երկու հրաշկանող Աստվածը դու ես, ես էլ ես դու անելու, արի շարունակենք առաջ սիրելիս, և նրանց ասեց, ապա ինչպես չեք տեսնում, հիմա տես, Եփեսացիս 1:17 եմ քեզ համար կարդում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգի իրեն ճանաչելու համար, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի, որ գիտենաք, թե ինչ է նրա կոչման հույսը և ինչ է այն ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում, սա շատ հրաշալի տեղ է, երկար ժամանակ աղոթք վերցրի այս տեղով ասեմ քեզ, բայց տես հետաքրքիր մի խոսք ասում է,
որ ձեր սրտի աչքերը լուսավորվի, որ գիտենաք։ Մինչև մեր սրտի աչքերը չի լուսավորվում, մինչև մեր ներսը չի լուսավորվում, չենք գիտենում, չենք հասկանում, չենք ճանաչում։ Սիրելիս, փարիսեցիներն էլ գիտեին Աստվածաշունչը, անգիր գիտեին, ինձանից ու քեզանից լավ գիտեին։ Բայց քանի սրտի աչքերը չի լուսավորվել, քանի հոգին չի լուսավորվել, չեն իմանում, չեն ճանաչում։ Գիտես, մի բան եմ հասկացել։ Մի գիրք էի կարդում, Աստծո օծյալներից մեկի գիրքն էի կարդում։ Մի հայտնություն կարդացի, ներսս այնպես ցնծած, իրականում սենց տեղս չէի գտնում այդ ուրախությունից, ու ում տեսնում էի, կիսվում էի։ Ում տեսնում ասում, լսի, պատկերացնում ես, այսպես բան կա։ Նա ասում, հա, լավ է։ Այն մեկին եմ ուտում, լսի, ասում, գիտես, այսպես հա, Աստված այսպես հա, հա, գիտեմ, հա, լավ է։ Ասում, լսի, այն իմ ուրախությունը, այն իմ ցնծությունը ու դիմացինի տված պատասխանը ոնց որ կրակի վրա ջուր լցնեն։ Ասում, լսի, ասում, այսքան ուժեղ բանը, բայց դա ինձ է ռեակցիա տալի։ Գիտես, մի օր Սուրբ Հոգին սրտումս ասեց, այդ քո համար է հայտնություն, իրանց համար հայտնություն չի։ Էդի ես իրանց եմ, էդի քեզ եմ բացել, էդի դու ես դրանով ճպճպում, դու ես դրանով ապրում, թրթռում, բայց իրանց էդի չի բացվել։ Սիրելիս, մինչև սրտի աչքերը չի լուսավորվում, մինչև սրտի աչքերը չի լուսավորվում, չենք իմանում, չենք հասկանում, փորձում ենք տրամաբանենք, փորձում ենք մտածենք վայրսի բանի, բայց Աստվածաշունչն ասում է, սրտի աչքերը պիտի լուսավորվի, տեղ տուր Աստվածաշնչյան խոսքերը, տեղ տուր Աստվածաշնչյան սերմերը տեղ գտնեն քո կյանքում, ունեցիր հրաշքի մտածելակերպ, մտածիր Աստվածաշնչյան հրաշքի բանաձևերով, սիրելիս, մտածիր Աստվածաշնչյան խոստմունքների համաձայն, ոչ թե այն ինչ որ կասի այս աշխարհի, առօրյան այս աշխարհի տնտեսությունը, բժշկությունը, այլ մտածիր Աստվածաշնչյան մտածելակերպով, ինչա ասում Աստված։ Գիտես, ես լսել եմ շատ անգամներ, սա ցավալի է, բայց չէ, Հովիվ ջան, դա ապաշխարող չի, չէ, Հովիվ ջան, այդ պարտքը փակվող չի, չէ, Հովիվ ջան, այդ հիվանդությունը բժշկվող չի, չէ, դե բժիշկներն ասում են անհնար է։ Իսկ ինչ է ասում Աստված։ Իսկ ինչ է ասում Աստված։ Ինչ է ասում Աստված։ Վերցրա Աստվածաշնչյան մտածելակերպը, վերցրա Աստվածաշնչյան խոսքը, դիր սրտիդ մեջ, դիր սրտիդ մեջ, դիր սրտիդ մեջ, այնքան մինչև լուսավորվի։ Այնքան մինչև լուսավորվի։ Գիտես, նստած պարզապես ասել, բա Աստված ջան, խի հրաշք չես անում։ Աստված ասում է, լսի, խոսքս պիտի ներսումդ լուսավորվի, հենց լուսավորվավ, հրաշքը մեկից մեկ է։ Հրաշքը մեկից մեկ է։ Հալելույա մեր Տիրոջը։ Գիտես, Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, թմրած կարծրացած սիրտ ունենալ կամ չունենալը մեզանից է կախված։ Ես ու դու ենք որոշում, մեր սիրտը կմնա թմրած, կարծրացած, թե մեր սիրտը կլինի փափուկ։ Ես ու դու ենք որոշում։ Եբրայեցիս 3:15 իրար հետ կկարդանք, ասում է, քանի որ ասում է, այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես որ բարկանալու ժամանակին։ Ասում է, երբ որ նրա ձայնը լսեք, հանկարծ չխստացնեք։ Փաստորեն մեզանից է կախված։ Փաստորեն մեզանից է կախված։ Իմ սիրտը կխստացնեմ, երբ որ ավետարանի խոսքը կլսեմ, իմ սիրտը կխստացնեմ, երբ որ Տիրոջ խոսքը կլսեմ, թե չեմ խստացնի։ Գիտես, հաճախ կարաս լսես, հա, Հովիվ ջան, Աստված ասել է, կամ հա դե գիտեմ Աստծո կամքը, բայց հլը, ինչ հլը։ Ինչ հլը։ Եթե Աստծո կամքը գիտես, էլ ինչ հլը։ Եթե Աստծո հանձնարարությունը գիտես, էլ ինչ հլը։ Էլ ինչ հլը։ Այդ նման մարդը Աստծո վախն է կորցրել։ Աստծո հետ մտերմությունն է կորցրել։
Գիտես հələ պատկերացրա, երկրի վրա քեզ համար հարազատ մարդ, քեզ համար շատ թանկ մարդ, քեզ համար շատ արժեքավոր մարդ։ Իրար հետ նստած եք։ Ասում եմ ջուր եմ ուզում։ Գիտես իր կամքը։ Ու չես բերում այդ ջուրը։ Գիտես Աստվածաշունչն ասում է հավատարիմ դեսպանը պաղ ջուր է շոկ ժամանակ։ Ասում եմ ջուր եմ ուզում։ Մա ես գիտեմ իր կամքը, բայց հələ։ Ինչ հələ, գնա ջուր բեր։ Չէ, ես գիտեմ, հա, գիտեմ ինքը շատ թանկ է իմ համար, մեռնեմ իր զորությանը, չգիտես ինչ, բայց հələ։ Ինչ հələ, գնա ջուր բեր։ Գնա ջուր բեր, գիտես իր կամքը։ Սիրելիս, հրաշքը իր կամքի մեջ է։ Հրաշքը իր խոսքի մեջ է։ Հրաշք ես ուզում իր կամքն արա։ Հիշում եք Հիսուսի մայրը ինչ ասեց։ Ինչ որ ասի արեք։ Ջուրը գինի դարավ, այնքան կուզենանք մենք էլ այդ ջուրը գինի դարձնենք։ Աստված էլ կաս, ես էլ եմ ուզում։ Ինչ որ ասի արեք։ Հələ չկա, հետո չկա։ Աստված ասում է, ուրեմն պետք է արվի։ Հալելույա սիրելիս, մեզ տրված մենք ունենանք կարծրացած սիրտ, թե մեր սիրտը կլինի փափուկ, մեր սիրտը կլինի հնազանդ, թույլ տանք, որ Աստված մեր սիրտը փոխի։ Հալելույա մեր Տիրոջը։ Մարկոս ավետարան 3-րդ գլխում։ Եվ դարձյալ ժողովարան մտավ, եւ այն մի մարդ կար ձեռքը չորացած։ Եվ սպասում էին նրան, թե արդյոք շաբաթ օրը կբժշկե նրան, որ չարախոսեն նրանից։ Լսի, ես այնքան նման է այս աշխարհին, այնքան նման է այս աշխարհի հոգուն։ Իրանց ուշքը միտքը չէր, հրաշք լինի, վաու, զարմանանք, Տերը ողորմություններ է անում, հրաշք լինի, որ չարախոսենք։ Դու պատկերացնում ես, ինչ կեղտոտ վիճակ է։ Գիտես, այդ նույն կեղտոտ վիճակը հիմա որն է։ Այ ինտերնետով կասեմ, երբ որ սուտ բան են հորինում եկեղեցիների ու Աստծո ծառաների վրա։ Գիտես, երբ որ մարդը խաբված ասում է դու աղանդավոր ես, դա ասում ես հələ ոչինչ, խաբված է, չգիտի։ Բայց օրինակի համար այս իմ քարոզը վերցնեն, արանքից կտրտեն, իրար կպցնեն, մի հատ գալիվուդյան սցենար սարքեն ու տարածեն։ Չեն վախում Աստծուց։ Համարձակ ասում, Աստծո դատաստանից չեն վախում։ Հովիվ Արտուրի քարոզը, Հովիվ Գոր Մեխակյանի քարոզը, կտրում մի հատ բառ վեկալում են, մի հատ նախադասություն էլ ստեղից, մի հատ հոլիվուդյան սցենար սարքում են, տեսեք ինչ ասեց Գոր Մեխակյանը։ Լսի, չես վախում։ Չես վախում։ Նորից եմ ասում, ուրիշ բան չճանաչող, չհասկացող մարդը ասի, որ աղանդավոր է, դա ասում ես լավ մարդ է, գիրք չի կարդացել, չգիտի աղանդավորը որն է, որը չի։ Բայց ոչինչ, Տերը ողորմած է, կների։ Բայց որ դու վերցնում ես ինադու նպատակա ուղված այդ կոմպյուտերի մոնտաժի ծրագրով մոնտաժ ես անում, կեղծիք ես արտադրում ու գցում ես ու քեզ հետևորդները այդ կեղծիքով խափնվելու են մի քանի հազարներ։ Դες Աստվածաշունչն ինչ է ասում։ Վայ նրան, որ մեկին կգայթակղեցնի, ավելի լավ ասում է ծնված չլիներ։ Ավելի լավ է ծնված չլիներ այն մարդը, ով որ գայթակղացնում է։ Պատկերացնում ես կեղծիք հորինողը, սուտ հորինողը, եկեղեցիների, Աստծո ծառաների, քրիստոնյաների հասցեին, կողքիդ նստածի հասցեին, կեղծիք հորինողը։ Ասում է սպասում էին հրաշք անի, որ չարախոսեն, որ չհիանան, որ չզարմանան, որ ոչ թե Աստծուն փառաբանեն ու ծափ տան, այլ չարախոսեն։ Էսի աշխարհի հոգին է։ Եվ սպասում էին նրան, թե արդյոք շաբաթ օրը բժշկե նրան, որ չարախոսեն, եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին, կանգնիր մեջտեղը, եւ ասեց նրան, արժան է շաբաթ օրը բարի գործել, թե չար գործել, մի հոգի ապրեցնել, թե սպանել, իսկ նրանք լռեցին։
Դե պատասխանեք։ Աստծո իմաստությունը քարկապակց է։ Աստծո ներկայությունը պարալիզացրել է։ Նա էլ բարկությունով 4 կողմը նրանց մտիկ տալով, նրանց սրտերի կուրության համար տրտմած այն մարդին ասեց. ձեռքդ մեկնիր, եւ նա մեկնեց, եւ նրա ձեռքը ողջացավ, ինչպես մյուսը։ Ես ասում եմ, նրանց սրտերի կուրության համար Հիսուսը նեղված էր, Հիսուսը բարկացած էր նրանց սրտերի կուրության վրա։ Կուրացած սիրտը, թմրած սիրտը, կարծրացած սիրտը ուրիշ բաներ է տեսնում, սիրելիս։ Ուրիշ բաների վրա է սկսում կենտրոնանալ։ Սիրելիս, մեծ եկեղեցի ենք, փառք Աստծուն, այս տարածքի մեջ, այս տարածաշրջանի մեջ, օտար ազգի մեջ, հայալեզու մեծ եկեղեցի ենք։ Ինչքան մարդ, այնքան պրոբլեմ։ Գիտես, չէ, ես խոսքը ասում եմ, Հովիվ ջան ասում է, պրոբլեմ եմ տեսել, դե ասում եմ, ես ու դու հերիք ենք, էլի որ պրոբլեմ լինի։ Ինչքան մարդ, այնքան պրոբլեմ։ Մեր Հովիվ Արթուրի խոսքերը կասեմ, որ ինձ շատ դուր է գալիս։ Գիտես, երբ որ մենք լոգարան մտնում ենք, մենք ցնցուղի ջրով ենք, չէ, մաքրվում, մենք վերև ենք նայում, մենք մաքրվում ենք մաքուր եկող ջրով, մենք տրապով գնացող կեղտոտ ջրին չենք նայում։ Ու շատ հաճախ մարդիկ գալիս են եկեղեցի, գոնե երկնքով հիանան, երկնքից եկող կենդանի ջրով հիանան, տրապի կեղտերին են նայում։ Լսի, այդ տրապը միշտ էլ կեղտոտ է լինելու։ Այդ տրապը միշտ էլ կեղտոտ է լինելու։ Եկեղեցում միշտ էլ խնդիրներ լինելու են։ Եկեղեցում միշտ էլ, հիմա անհավատություն չեմ ասում։ Մինչև Տիրոջ գալը, մինչև կատարյալին նմանվելը, այս խնդիրը լինելու է։ Եկեղեցում միշտ էլ պրոբլեմներ լինելու են։ Խնդիրներ, քույր, եղբայր, իրար չհասկանալ, իրար հետ վեճ ունենալ, իրար հետ խնդիր ունենալ, լսի կողքինդ կարա սխալ լինի, երկնքինը ճիշտ է, կողքինդ կարա խնդիր ունենա, կողքինդ կարա բնավորությունը դեռ ապաշխարած չլինի, բնավորությունը դեռ փոխված չլինի, բայց նա կատարյալն է, եկեղեցի խի չես գալի, այս ինչի պատճառով, դե այդ ինչի պատճառով էլ դժոխք գնա, նորմալ է էդի, դու համար ես եկեղեցի գալիս, գիտեք իհարկե ես ասեմ, այն ամենավատագույն դեպքում, լավ, այդ եկեղեցում քեզ չգտար, քո տեղը չգտար, հարց չկա, Աստված սիրես, գնա ուրիշ եկեղեցի, բայց գնա, նորմալ է, որ մարդ իրան եկեղեցում չգտնի, նորմալ է, եկեղեցու տեսիլքի իրանը չլինի, ծառայությունների մեջ իրան չգտնի, մարդ է, իրա կոչումը չէր, իրա տեսիլքը չէր, նորմալ է, լավ է, կյանքն է, դրանից չենք նեղանում, գնացող մարդուն թշնամի չենք սարքում, էլի մեր քույրն է, էլի մեր եղբայրն է, բայց գնա, ոչ թե աշխարհ գնա, այլ գնա Քրիստոսին, գնա եկեղեցի, գնա Տիրոջ մարմնի մեջ եղի։ Գրես աշխարհի հոգին ասա, որ փորձում է կտրի ու հեռացնի, ասում է նրանց կուրացած սրտերի վրա Տերը տրտմել էր, բարկացել էր, որտեվ չեն տեսնում, կուրությունը չի տեսնում։ Նա էլ բարկացավ 4 կողմով նրանց մտիկ տալով նրանց սրտերի կուրության համար, տրտմած այն մարդին ասեց. ձեռքդ մեկնիր, եւ նա մեկնեց եւ նրա ձեռքը ողջացավ ինչպես մյուսը։ Եվ փարիսեցիները շուտով դուրս գնացին Հերովդեսյանների հետ, նրա դեմ խորհուրդ էին անում, թե ինչպես կորցնեն նրան։ Հələ տես, հիմա էլ արդեն հրաշքն եղել է։ Հիմա էլ արդեն շարունակում է իրենց միտքը։ Խորհուրդ են անում ինչպես կորցնեն։ Էլի իրանց չի հետաքրքրում, հրաշք կա, Աստված էս իրավիճակի մեջ է, թե չէ կորցնենք, չէ կործանենք։ Հալելույա մեր Տիրոջ, ես որ խնդրեմ սինթեզը։ Գիտես զարմանալի է ու լսում ես մեկ-մեկ։ Ազատագրման ծառայությանը մարդը ազատագրվում է, հիմա կգոռա, կճվա, հրաշք է լինում։ Գոնե ուրախանանք, որ այդ մարդը ազատագրվեց, գոնե ուրախանանք, որ այդ մարդու կյանքում բժշկություն եղավ,
հովիվ գորը ազատագրում է, մեխակյանը դևերա քշում։ Էդ էր ձեզ հետաքրքրում։ Էդ էր այդքան կարևոր էր էդի։ Այսինքն այդ մարդու բժշկվելը, որ հետո այդ մարդը կանգնում վկայում, ասում է, գիտես քաղցկեղով հիվանդ է, հիմա առողջ եմ։ Գիտես տարիներ շարունակ գլխացավ ունե, հիմա էլ չի ցավում։ Գիտես տարիներ շարունակ անքնության մեջ է, հիմա արդեն նորմալ եմ։ Տարիներ շարունակ մարմնից վրա պսորիազ ունե, հիմա չունեմ։ Այդ դրանք չի հետաքրքրում։ Հովիվ գոր մեխակյան ազատագրումներ ան։ Լուրջ։ Մեկը ճվալով ընկավ գետնին։ Հա ինչ։ Հիսուսի ծառայության մեջ էլ էին ճվում ընկնում։ Դե Հիսուսից էլ գնա։ Սիրելիս, խանգարելու է։ Տրամաբանությունը խանգարելու է։ Ես ու դու գործ ունենք գերբնական աշխարհի հետ։ Հոգևոր աշխարհում իմ ու քո տրամաբանությունով չի, որ բժիշկը նարկոս տա նոր օպերացիա անի, երկնքի բժիշկը ուրիշ ձևեր է անում։ Երկնքի բժիշկը ուրիշ ձևեր է անում։ Մեր տրամաբանությունը շատ հաճախ խանգարելու է։ Գիտես, իհարկե ես վերջերս մեր քուրիկներից մեկի հետ էի խոսում, բայց իրան ուղակի հիշելով իրան, բայց մենակ ինքը չի, շատերն են այդ բանի մեջ։ Մա հանկարծ չընկնեմ։ Ես էլ եմ այտենց մտածել։ Հանկարծ չընկնեմ, այ մարդ ընկի, հել, ինչքան ուզում ես ընկի։ Թող Աստված կարևորը կպնի։ Թող Աստված կարևորը կպնի։ Հիմա կընկնես, թե չես ընկնի, դա կապ չունի, Աստված կարևորը կպնի։ Գիտեք, ես հիշում եմ, դեռ ամուսնացած չէի, առաջին անգամ, երբ որ ես ընկել էի հովի ձեռնադրությունով, տան դուռը բացեցի, առաջի բանը, որ գոռացել եմ, ասում, ես ընկել եմ, ինչ եղավ այդտեղ, ասում, այսօր հովը աղոթել է, ես ընկել եմ։ Իհարկե վերապրում կար, մարգարեություն կար, բայց այդ էլ էի ուզում վերապրել, ինչ ա լինում այդ ընկնելուց։ Գիտես, հրաշքը տրամաբանությունից դուրս է։ Հրաշքը մեր մտածելակերպից դուրս է։ Հա, սիրելիս, հիշում ես քո հրաշքը, այս երկու հատ անողը, սա էլ անելու։ Այս երկու հրաշքը անողը, սա էլ անելու, չխանգարես։ Հրաշք անողին չխանգարես։ Արի կանգնենք ոտքի, սիրելիս։ Թմրած սիրտը դադարում է խոսքից հիանալ։ Դադարում է խոսքից հիանալ։ Կարդում է Աստծո խոսքը իմիջայլոց։ Դե կարդում է էլի թմրած սիրտը։ Երբ որ տուն Աստվածաշունչ կարդաս ու զգաս, որ էլ Աստծո խոսքից չես թրթռում, չես հիանում, ուրեմն մացի սատանան նա ինչ-որ կեղտ է լցրել։ Պետք է դրանից ազատվել։ Պետք է դրանից ազատվել։ Աղոթի Տիրոջը ծոմ պահի, ասա Տեր, ես ուզում եմ նորից քո խոսքը կարդալուց հիանամ, թրթռամ։ Թմրած սիրտը չի հիանում Աստծո խոսքից։ Թմրած սիրտը աղոթքները դառնում է ձևական։ Մեկ պլյուսիկ է ստանում ուղակի։ Այսօր էլ աղոթեցի։ Աղոթում ես, հա հով ջան, ամեն օր աղոթում եմ, ինքը պրոստը ամեն օր պլյուսիկ է ստանում։ Թմրած սիրտը աղոթքները դառնում է ձևական։ Թմրած սիրտը մեղքի հանդեպ դառնում է ոչ զգայուն, կորցնում է զգայունությունը։ Ես մեղք է գործում, էլ ճմկտոցը չի զգում։ Զարմանում ես, ասում ես, լսի, որ անում է, ներսից մի բան չի սխվում իրան։ Հաստորեն չէ։ Եվ սիրտը թմրել է։ Մի անգամ արեց, այդ ճմկտոցին բանի տեղ չդրեց, երկրորդ անգամ արեց, այդ ճմկտոցին բանի տեղ չդրեց, երրորդ անգամ էլ չի զգում այդ ճմկտոցը։ Էլ այդ Սուրբ Հոգու ճմկտոցը չի զգում, թմրած սիրտը մեղքի հանդիմանությունը չի ընդունում։ Գրես եղել է, մարդուն ասում, դեսի դա մեղք է, վախ չունի։ Լսի, երեսիդ ասում ենք, Սուրբ գրքով ցույց ենք տալի, դա մեղք է։ Всё равно։ Թմրած սիրտը դադարում է
հիանալ, զարմանալ Աստծո գործերով։ Դադարում է։ Խոսում ես Աստծո գործերի, Աստծո տեսիլքների մասին, հա։ Ուղղակի մի ականջով մտա, մյուսով դուրս գնա, պետք է սատանայի կեղտոտ ստրատեգիան է։ Թմրած սիրտը սկսում է սառացնել սերը դեպի Աստված։ Թմրած սիրտը դադարում է Աստծուն սիրել։ Չէ, Հովիվ ջան, ես Աստծուն միշտ սիրում եմ։ Թմրած սիրտը դադարում է Աստծուն սիրել։ Մի քանի օր առաջ մի ինձ հետաքրքիր միտք լսեցի, իրականում երկար մնացել է սենյակում ու խորհում է այդ մտքի վրա։ Զարմացել է այդ մտքի վրա։ Ասում է սատանան մինչև սատանա լինել ինքը հրեշտակապետ էր, արյուսակ հրեշտակապետն էր, փառաբանության ծառայող, Աստծո փառքի մեջ կանգնող, Աստծո առաջ ծառայություն անող։ Ասում է սատանան Աստծուն գիտեր, բայց այդ գիտենալը չօգնեց իրան։ Ինքը սատանա դառավ։ Հիմա սատանան դիրք ուներ Աստծո մոտ։ Ուներ, լավ դիրք ուներ, հրեշտակապետներից մեկն էր, բավական լուրջ պաշտոն էր, երկնքում միլիոններ ու միլիարդների էր առաջնորդում փառաբանության մեջ, բայց ասում է դա չօգնեց իրան։ Մեկը ինքը թշնամացավ։ Սատանան ծառայում էր Աստծուն, ծառայում էր, հեն էլ ոնց, բայց դա էլ չօգնեց։ Դա էլ չօգնեց, մեկը թշնամի դառավ։ Սատանան չէր սիրում հորը, չէր սիրում Աստծուն, չէր սիրում Աստծուն։ Հիսուսն ինչ ասեց, սիրիր քո Տեր Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ էությամբ, քո ողջ զորությամբ, քո ողջ կարողությամբ։ Ես առանց ծառայության չեմ կարա։ Կարաս։ Ծառայել պարտադիր չի եկեղեցում, բեմում կամ ինչ-որ միտեղ, չնայած փառք Աստծուն, միշտ ծառայողի կարիք կա, բայց էդի չպետք է լինի շարժարիթը։ Ինձ ծառայություն չեն տալի, ինձ բեմի վրա չեն թողնում, սատանան էլ էր բեմի վրա։ Սիրի Աստծուն, Հիսուսին սիրի, Հիսուսին սիրի, սատանան չէր սիրում հորը, սերն էր կորցրել, սեր չկար։ Ես դիրք եմ ուզում եկեղեցում, սատանան էդ էլ ուներ, բայց չօգնեց, այդ դիրքն էլ չօգնեց, սեր որ ունենաս, գիտես տրանսպորտի մեջ էլ ծառայություն կգտնես, հարևանիդ կողքը նստելուց էլ ծառայություն կգտնես, վարսավիրանոցում էլ ծառայություն կգտնես, խանութում հաց առնելուց էլ ծառայություն կգտնես, մուրացկանի կողքով անցնելուց էլ ծառայություն կգտնես, այնքան ծառայություն կա։ Եղբայրները տաքսի են քշում, քարոզում են, դա ծառայություն է։ Սիրի Աստծուն, թանձրացած սիրտը, կարծրացած սիրտը կորցնում Աստծո սերը, կորցնում Աստծո սերը։ Հալելույա մեր Տիրոջը։ Վերցրա քո հրաշքը սիրելիս, վերցրա, հիմա թող ուղղակի Տերը ներսը թարմացնի, վերցրա քո հրաշքը։ Ես հավատում եմ այսօր Տերը իր զորությունով կպնելու է։ Փառաբանությունը թող գա, խնդրում եմ, եկեք փառաբանությունն էլ եկեք։ Շիլամասոքոթինա մամահայա ռակաթինա մամահայա
Օ